Մարտի 25-ին Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ժամը 10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրին Նռնաձոր ավտոճանապարհի 27 կիլոմետր հատվածում ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է Շամշյան.com-ը, կար ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել նաեւ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել Մեղրիի Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մեղրիի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել Ռուսաստանի քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին։ Պարզվել է նաև, որ տեղում մահացել է Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը։ Վթարի մասին պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Կայքի տեղեկություններով մահացածն ու վիրավորը ծառայում էին Ռուսաստանի սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է։